նախ էլի հարգելի լրատվամիջոցներ, ձեզանից շատ շնորհակալ եմ, որովհետև իսկապես շատ ու շատ հարցեր մենք նաև ձեր միջոցով ենք կարողանում լուծել։ Ասեմ, որ անցած 5-շաբթի օրը, երբ դուք նորից այստեղ լուսաբանեցիք երկու զոհված զինվորների մոր այդ դատավարական գործը, մեծ առաջընթաց կա եւ ես կարծում եմ առաջիկայում այդ հարցը իր լուծումը կգտնի։ Տիկին Ալան բոլորից շնորհակալ էր եւ խնդրել է փոխանցեմ նաև ձեզ։ Համահայկական ճակատշարժման համար հումանիտար հարցերը, ինչպես նաև դուք, եթե այստեղ եք, նաև ձեզ համար շատ կարևոր են, որովհետև որևէ երկրում, եթե հումանիտար հարցերը չեն լուծվում, այդ երկրում մենք չենք կարող լինել անվտանգ, պաշտպանվածությունը մեր մեծ չի կարող լինել, մենք կարող ենք սոցիալական խնդիրներին դիմադրել, բայց հումանիտար խնդիրները մարդկանց հոգեպես են մաշում։ Հիմա այստեղ տեսեք, այս ծնողները, հարազատները, այն մարդիկ են, ովքեր մինչև վերջին օրը մնացին Արցախում, իրենց զավակները, ամուսինները, հայրերը, եղբայրները մինչև վերջին օրը կռիվ տվեցին ադրբեջանական ասկյարի դեմ եւ ունեցան զոհեր, իրենք հենց այդ զոհերի հարազատներն են, բոլորս շատ լավ կհիշենք այն կադրերը, որտեղ մարդիկ այդ հողը փորում էին, այսպես իրենց հարազատներին հուղարկավորեցին եւ դուրս եկան Արցախից, այն համոզմունքով, որ շուտով իրենք նորից կվերադառնան Արցախ։ Բայց ինչպես տեսնում ենք, Արցախի վերադարձը ձգձգվում է, ավելին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի վերադարձը պիտի այս մարդիկ մոռանան։ Իհարկե ես չեմ կարծում, որ դուք պիտի մոռանաք Արցախ վերադառնալու ձեր այդ կարևոր խնդիրը քայլը, բայց քանի որ ադրբեջանցիները բազմաթիվ տեսանյութեր են հրապարակել, թե ինչպես են պղծում հայ զինվորի, հայ մարդու շիրիմը, այդ թվում եւ ձեր այս մարդկանց հարազատների շիրիմները, ուստի իրենք Արցախից վերադառնալուց հետո դիմել են այս շենքում նստածին եւ ասել են, որ պետք է արտաշիրիմում արվի, այսինքն Արցախից մի քանի անգամ արտաշիրիմում պետք է արվի, բերվի այստեղ, որպեսզի իրենք կարողանան խնկարկեն, պատշաճ իրենց հարազատների շիրիմներին կարողանան այցելել։ Այնտեղ ոչ շիրմաքար կա, ոչ կահավորված են այդ գերեզմաները, պարզապես ադրբեջանցիների ոտքի տակ են այդ գերեզմաները։ Եվ որևէ արձագանք, որևէ պատասխան չի եղել, ասեմ ավելին, Տիկին Բելանին ուղարկել է մի նամակ, որ ուղարկել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Արարատ Միրզոյանը փոխարենը ինքը գոնե մեկ մարդու ընդունի պատասխանի, Արարատ Միրզոյանի լրատվական բաժինը պատասխանել է Տիկին Բելային, լրատվական բաժինը եւ երկու տողանոց նամակ, որտեղ ասվել է, որ մենք միշտ բարձրաձայնում ենք, դե կներեք էլի, որ դուք միշտ բարձրաձայնում եք, պապս էլ է դա բարձրաձայնում, հետո